Գնալ։ Դու գնալին մի մեղադրի կամանդիր։ Չես տեսնում շուրջդ ինչ է կատարվում։ Երկիրը մեջ-մեջին արել, ուզատիդ պես թալանում են։ Մենակ գրպան լցնելու մասին են մտածում։ Բա մենք սրա համար ենք կռվում, Մենք մեր հայրենիքի համար էինք կռվում։ Պատրաստի ժամանակ հեշտ էր։ Գիտեինք թշնամին որտեղ է ու հետը ինչ պետք է անենք։ Ես հիմա իմ հարազատ որդին է։ Ինձ թիկունքից խփում։ Ավելի կամանդիր, գնելը քեզ թշնամի չի։ Թշնամի է։ Թշնամի է, որովհետև անտարբեր է երկրի հոգսերին։ Իսկ դու փորձել ես հետը խոսես։ Այսպես նստես, խոսես, բացատրվես։ Իրանք ջահել են, իրանք ուրիշ ձև են մտածում։ Մեկա դու փոխողը չես։ Վերցրու հիշենք մեր տղեկին։ Օրորին, Ծորին, Գևորին, Ասատուրին, Վազոյին, Կյաժը, բուժոյին հիշում ես։ Ինչ տղեկին։ Մեր ճուտոյին, Գևորգին, Ծուրսակոյին, Զանգեզուրսի Վարդանին, Անդոկին, Վաղոյին, Գագոյին։ Չէ, անտրամադիր չեմ։ Չէ, ոչ էլ նեղացած եմ, ամեն ինչ նորմալ է։ Դե երևի քեզ վաղուց չեմ տեսել, կարոտել եմ դրանից է։ Անպայման վաղը կհանդիպենք և։ Լավ, բարի գիշեր։ Սպասի։ Պետք չէր պապի հետ տենց կոպիտ խոսել։ Երբ լռում ես երկար ժամանակ, խոսքերն ինքնաբերաբար են բերանիցը դուրս թռնում։ Այդ արդարացում չի, պապ։ Ես չեմ արդարանում։ Ես իմ հորը լավ եմ ճանաչում։ Պապան գլխիդ հայրենասիրական խրատներ է կարդալու, մեր տողմի պատմությունն է հիշելու, ամոթանք է տալու, բայց դու այդ պրովոկացիաներին չտրվես։ Հավատա, ես մեր հայրենիքը պապիցդ պակաս չեմ սիրում։ Պարտադիր չի, որ ամեն մարդ գնա ու սահմանի վրա կանգնի։ Ես էլ իմ աշխատանքով եմ երկրին ծառայում։ Բայց մի տարբերություն կա, պա։ Սահմանին կանգնողն իր կյանքն է վտանգում, իսկ դու չէ։ Այդ ընդամենը հայրենասիրական ռոմանտիզմը։ Դա իրականություն է։ Իրականությունն այն է, որ ես չեմ պատրաստվում քո կյանքը վտանգեմ, նույնիսկ հանուն ամենավեհ գաղափարի։ Իմ որոշմանը դեմ չգնաս։ Մի տարուց ավել աշխատել եմ, որ քեզ ազատեմ։ Բարածը ջուրը չգցես։ Ու մի մոռացի, որ հիմա դու մեծ ապագայի հեռանկար ունես։ Մի զոհաբերի երազանքդ։ Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները Արամ, ամեն ինչ կարգին է։ Երբ ինձ մոտ ամեն ինչ կարգին է,
Ես քեզ մոտ չեմ գալիս։ Քո խոսքերն են։ Չեմ ուզում։ Ամեն անգամ, երբ տանը դուրը թակում եմ, գաղտնի հույս եմ պայպայում, որ տղամարդ կբացի։ Կհարցնեմ ով ես, կասի ամուսինդ կամ ընկերդ։ Ու կթողնեմ երջանիկ կհեռանամ։ Ինձ ուրիշ տղամարդ պետք չի։ Իմ սրտում վաղուց դատարկություն անարը։ Իմ սերը երկուսիս էլ բավականացնես։ Դա արդար չի։ Վաղվա բոյը կարևոր է մեր համար։ Դիրքը գրավեցինք, հաղթելու ենք այս կռիվը։ Նահանջելու ճամփա չկա։ Եթե ինչ-որ մեկը ձեզանից կասկածում է իրա վրա, թող հենց հիմա ասի։ Ինչ է Արքարեն։ Մեքենան եմ լվանում։ Մեքենան հետո կլվանաս։ Արի թռիչքից շուշանանք։ Լավ։ Չես ուզում թռիչքից առաջ խոսել պապայի հետ։ Ուզում ես ներողություն խնդրեմ։ Վատ չէր լինի։ Ճշմարտությունն ասելու համար ներողություն չեն խնդրում։ Պապայիդ խոսքերն ես կրկնում։ Իմ ու նրա ճշմարտությունները տարբեր են։ Իսկապես, Հա, իսկ դա քեզ համար նորություն է։ նորությունը քո ագրեսիվ պահվածքն է։ Որովհետև ստեղս է հասել։ Չեմ հասկանում։ Ուզում ես Լևոնը գնաց առայի։
Լևոնն այստեղ կապ չունի։ Քեզ ընդամենը առիթ էր պետք հորդ երեսին ասելու են, ինչ որ տարիներով կուտակել է իր մեջ։ Թեկուզ եւ այդպես։ Ու ուրախ եմ, որ ասեցի։ Բարելույս։ Բարև։ Բարև, պապ ջան։ Հրավիրել են ռազմական ակադեմիայի ավարտական շքերթին, խնդրեցին, որ տոնական համազգեստով ներկայանամ։ Քեզ շատ ասազում, պապ ջան։ Թե հետ լցրել եմ, դու խմիր, ես գնամ Լևոնին արթնացնեմ Չուշանը։ Երեք գնել։ Դու իմ որդին ես։ Ու դրանով ամեն ինչ ասված է։ Նայում եմ ձեզ ու հիշում եմ ջոկատիս հերոս տղերքին, որ այսօր չկան։ Հզոր տղաներ, որոնք մեր պետականության և պետության ողնաշարը պիտի դառնային։ Այսօր նրանք չկան, բայց կաք դուք, կանք մենք և բոլորս պարտ կունենք տալու մեր հայրենիքին։ Պիտի հասկանանք, որ հայրենիքը լոկ հողակտոր չի, սա մեր պետությունն է, մեր ընտանիքը, մեր երեխաների ապագան։ Տարիներ անց այստեղ կանգնելու են ձեր զավակներն ու թոռները։ Դե ուրեմն եկեք այնպիսի հայրենիք թողնենք նրանց, որ նրանց հոգիները լցվի հպարտությամբ իրենց պապերի արած գործերի և թողած ժառանգության համար, որ հպարտությամբ ասեն, ես իմ հոր պապու արժանի զավակն ու ժառանգորդն եմ։ Շնորհավորում եմ։ Լևոն, պատկերացնում ես, որ դու այդ մրցույթում հաղթես։ Ու հաստատ հաղթելու ես, ես դրանում չեմ էլ կասկածում։ Ես էլ կընդունվեմ ու մենք միասին Լոնդոնում կսովորենք։ Պատկերացնում ես։ Միասին Լոնդոնում կապրենք։ Ահ։ Ահա ու վերջ։ Ուզում եմ քեզ պապիիս հետ ծանոթացնեմ։ Պապիկիդ։ Հա, պապիկիս։ Ինչ կար զարմանալ։ Չէ, ուղղակի մտածում էի սկզբում պետք է մամայիդ հետ ծանոթացնես։ Թե պապիկիդ կարծիքը քո համար ավելի կարևոր է։ Կարևոր է։ Լավ։ Իսկ եթե պապիկդ ինձ չհավանի, կարող է բաժանվել։